Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, Արմենիայի եթերում ընտրության ժամն է եւ ժամի տաղավարում այսօր հյուրընկալել եմ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանին։ Բարի երեկո, պարոն Թորոսյան, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերը ընդունելու համար։ Երեք հայտարարեցիք, որ բնակապահովման պետական աջակցության ծրագիրը կամ որը կարճ ասում ենք 16 միլիոն դրամների ծրագիրը վերաբացվեց։ Դուք ասում եք, որ նախատեսվում է առաջիկայում մոտ 3700 բնակելի տուն կառուցել, վարչապետի հետ երկու օր առաջ հանդիպմանն ասում եք մինչև 1400 մոտավոր։ Ուզում եմ հասկանալ շահառուների թիվն է փոխվել, թե ծրագրի պայմանները։ Ոչինչ չի փոխվել, 3700 դա գործող շահառուները եւ գումարած 1400 նոր շահառուներին է վերաբերում։ Վարչապետն ասաց, որ ընդհանուր առմամբ այդ ծրագրով կկառուցվի մոտ 3700 տուն, այսինքն վերագործարկման փուլը ներառելու է մոտ 1400-ը, իսկ 2300-ը արդեն իսկ ունենք կառուցված կամ կառուցման փուլում։ Այսինքն դրանք նախորդ ծրագրի փուլերով նախատեսված նույն ծրագրի շարունակությունը, եթե կարելի է այդպես ասել, որտեղ նույն կառավարության որոշումով պարզապես նոր քվոտաներ սահմանվեցին որոշակի բնակավայրերի համար, նաև թույլ տրվեցին նախկինում չկառուցված տները կամ չվարկավորված տները վարկավորվեն, որովհետև որոշ քաղաքացիներ չէին հասցրել օգտվել ծրագրից, ունային շինթույլտվություն կամ հողամաս, եւ եւս մի կտոր դպրոցաշինության մեր ծրագրին կապվեց եւ բազմաթիվ համայնքներում կթույլատրվեն կառուցել տներ մի քիչ այլ չափանիշներով, որտեղ կան նորակառույց դպրոցներ արդեն կամ կառուցվում են։ Նախորդ տարի այս ծրագիրը փակվել էր եւ հիմա ընտրություններից 3 ամիս առաջ վերաբացվում է, ընդդիմությունն ասում է սա նախընտրական PR արշավի մի մասն է իշխանության։ Իսկ անցյալ տարի ինչի մասն էր այդ դեպքում, եթե եղել է ու ավելի մեծ քվոտայով, այդ նույն տրամաբանությամբ ցանկացած գործողություն, որը ընտրությունների հաջորդ օրվանից տեղի է ունենում, դա նախընտրական կամպանիայի մի մաս կարելի է դիտարկել, դա մեր հանձնառությունն է, ըստ էության այս ծրագիրը ժողովրդագրական եւ սահմանամերձ մեր համայնքները զարգացնելու միտում ունի, որը մենք տեսնում ենք եւ նաեւ ծրագրի հաջողությունը գնահատելով ենք շարունակում։ Նոր քվոտաները վերաբերեն ավելի քիչ թվով բնակավայրերի, որտեղ որ ավելի քիչ է կառուցել։ Ես սրա իմաստն է, որ նաեւ համաչափ զարգացում ունի, որ այնպես չստացվի, ասենք օրինակ 100 տուն ունեցող գյուղում եւս 100 տուն կառուցվի, բայց 50 տուն ունեցող գյուղում ընդամենը 5 տուն կառուցված լինի, որպեսզի նրանք էլ նույն չափի եւ նույն զարգացման դառնան եւ մյուսն էլ դպրոցներին է վերաբերում։ Դուք գիտեք, որ մենք 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակներում կառավարության բազմաթիվ տեղեր նաև դպրոցներ են կառուցել ավելի շատ թողունակությամբ կամ ավելի շատ աշակերտների թվով, քան այդտեղ կան երեխաներ եւ մենք ուզում ենք խթանել, որպեսզի այդ գյուղերը զարգանան, այդտեղ էլ են քվոտա բացե, որպեսզի նոր ընտանիքներ գան, օգտվեն այդ որակյալ կրթությունից, նոր դպրոցներ, նոր բովանդակություն եւ նոր տուն այսպիսի շղթայով։ Բայց նախորդ տարիների այս ծրագիրը մոնիտորինգ արել եք, օրինակ, եթե գյուղում որևէ սահմանամերձ գյուղում բնակիչը տուն է կառուցում, արդյոք այդտեղ նաև բնակվում են, որովհետև ունենք համայնքներ, որտեղ տները կան, մարդիկ չկան։ Նախ տները մեծամասնությունը դեռ կառուցման փուլում են, մենք մոտ 300 ավարտական ակտ ունենք դեռ, այսինքն մեծամասնությունը դեռ չի ավարտվել։ Երկրորդը ծրագրի սկզբնական փուլում այդ հանգամանքը հաշվի առնվում է, որ հնարավոր է նաև կառուցեն բնակավայրում տներ այնպիսի մարդիկ, որոնք այդտեղ չեն ապրում, նաև որպես ամառանոց եւ օրինակ շաբաթ-կիրակի գնան, ենթադրենք Իջևանի բնակիչը կառուցի Իջևանի գյուղերից մեկում, նույնիսկ Երևանի։ Եվ այդ հնարավորությունը տրված է եղել։ Որոշ գյուղերում նաև եղել է հնարավորություն, որ եթե գյուղի բնակիչն է, ապա մենք գումարը ավել ենք տալիս 4 գյուղում։ Իսկ այս նոր փոփոխության մեջ մենք այդ հանգամանքը հաշվի ենք առել նաև լսելով մեր գյուղացիներին եւ կա սահմանափակում։ Միայն այդ գյուղում վերջի 1 տարում հաշվառում ունեցող քաղաքացիները կարող են օգտվել նոր քվոտայից, որովհետև մենք տեսել ենք իհարկե, որ ուրիշ տեղերից գալիս կառուցում են, դա կրկնում եմ վատ չէ եւ ես ընդհանրապես այդ լոկալ շովինիզմը չեմ ընդունում, մեր գյուղացի, ձեր գյուղացի, մեր քաղաքացի, ձեր քաղաքացի, մի երկիր ենք, բոլորս նույն երկրի քաղաքացիներ ենք եւ հավասար ենք ամեն ինչում, այսօր այստեղ կարող եմ ապրել, վաղը մեկ ուրիշ տեղ, բայց հաշվի առնելով, որ մեր այդ բնակավայրերի գյուղացիները ամեն դեպքում ասում են, որ ես կարիք ունեմ, բայց ես չեմ հասցնում օգտվել, որտեվ ինչ-ինչ խնդիրների պատճառով փաստաթղթային մեկ ուրիշը գալիս ավելի
արագ է անում, մենք հիմա դրել ենք այդ 1 տարվա գրանցման պահանջը, այսինքն այն քվոտան, որը վերաբերում է միայն նոր կտորին, այն գյուղերի, որտեղ որ ավելի քիչ է կառուցվել, կարող է գործարկվել միայն այն քաղաքացիների համար, որոնք վերջի 1 տարում ամուսիններից որևէ մեկը ունի հաշվառում այդ գյուղում։ Եվ մենք ունենք մի քանի պայման եւ մի քանի շահառուի խումբ։ Առաջինը անչափահաս երեխայի առկայությունն է ընտանիքում։ Եթե անչափահաս երեխա չկա, առնվազն գրանցված ամուսնություն, որի դեպքում ամուսինների տարիքը չպետք է գերազանցի 75 տարեկանը, այսինքն օրինակ 40 կամ 35 տարեկան պետք է լինի, եւ ունեինք նաեւ այրիների համար, եթե ամուսիններից որևէ մեկը մահացած է, բայց կա երեխա, մենք այս անգամ նաեւ բացել ենք միայնակ կանանց համար, որոնք ունեն երեխաներ, այսինքն ամուսնական կարգավիճակում չգտնվող կանանց համար, որտեղ նաեւ հիմա շատ են դեպքերը, որ պարզապես կանայք որոշում են երեխա ունենալ եւ ամուսնացած չեն, այս խմբի քաղաքացիներին էլ է դա տրվելու եւ պետք է միշտ այդ երկու կոմպոնենտները հասկանալ։ Սա պարզապես բնակապահովման ծրագիր չէ, սա իհարկե բնակապահովման ծրագիր է, բայց խրախուսելու, որպեսզի ընտանիքները, ովքեր կամ ունեն երեխա եւ չունեն բնակարան կամ շատ երեխաներ ունեն, կարողանան ավելի լավ պայմաններում ապրել։ Օրինակ մեր բնակիչները Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի բարձր լեռնային գյուղերից հարց էին բարձրացնում եւ խնդրում էին, որ փոխանցենք ձեզ։ Օրինակ Չինչին գյուղը կամ Նավուր գյուղը, որոնք բարձր լեռնային գոտում են գտնվում, այնտեղից հարց են բարձրացնում, նպատակարար չէ լինի, թեկուզ փոքր գումար տրամադրել այս գյուղերում էլ որևէ ծրագիր իրականացնել, որպեսզի գյուղերի դիմապատկերը փոխի։ Տեսեք, ի սկզբանե մենք ունենք կառավարության որոշում, որտեղ գյուղերը համարվում են սահմանամերձ եւ այնտեղ այո կան գյուղեր, որոնք սահմանամերձ չեն համարվում։ Եվ ծրագիրը բացվել է նախկինում կառավարության որոշումով սահմանամերձ համարվող գյուղերի համար։ Բացառությամբ այս նոր կտորի, որը դպրոցներին է վերաբերում եւ այնտեղ կան այդպիսի գյուղեր, այդ թվում Տավուշի մարզիում, օրինակ Աճարկուտը, որը իրանցին սահմանամերձ չի, բայց դպրոց է կառուցվում, հնարավոր է։ Բայց դպրոց է կառուցվում, բայց ելի որոշակի պարամետրերով, որտեղ կան թափուր աշակերտների տեղեր, այսինքն որպեսզի խթանենք, որպեսզի լրացվի աշակերտների տեղը։ Բայց քանի որ Բերդին անդրադարձա, գիտեք, Բերդի տարածաշրջանը ամենաքիչ օգտագործվածն է այս ծրագրի առումով եւ դեռ բազմաթիվ հարյուրավոր քվոտաներ կան այս նոր կտորով, հենց Բերդի տարածաշրջանը ամենակիչը Բերդում են օգտագործել, օրինակ նույն Մովսես գյուղում մի տուն են կառուցել, բայց դեռևս 49 տուն կարող են կառուցել, ես իհարկե թղթերը հետս չբերեցի բոլոր տվյալները, որ հրապարակեմ, մենք դա արել ենք բազմիցս։ Ես կոչ եմ անում այն գյուղերում, որտեղ որ այդ հնարավորությունը կա, դա օգտագործել, հետագայում մենք հասկանալով եւ հետևելով ծրագրի դինամիկային, իհարկե որոշակի շտկումներ կարող է անենք, կարող է բացենք նոր գյուղերի համար եւս, բայց ես հիմա չեմ կարող ոչ անուններ տալ եւ ոչ էլ խոստանալ, թե դա երբ կլինի, որպեսզի սպասումներ չարտնասնեն մեր քաղաքացիների մոտ, հետո էլ ասեն ինչու չարեցիք, հա։ Մենք ունենք հստակ այսօր եւ ցանկերը եւ թվերը, դրանք հրապարակված են, խնդրում եմ, կոչ եմ անում օգտվել դրանից, որովհետեւ սա ըստ էության մեր անկախության մեջ առնվազն առանձնատներ կառուցելու տեսանկյունից ամենալայնամասշտաբ ծրագիրն է, որը հաջողությամբ գնում է եւ զարգացնում է մեր գյուղական բնակավայրերը։ Այս ծրագրի իրագործման համար եւս մեկ խոչընդոտ կա, պարոն Թորոսյան։ Տեսեք, գյուղական բնակավայրերում շատ քաղաքացիներ ունեն վատ վարկային պատմություն, սև ցուցակներում են եւ բանկերը բնականաբար մերժում են նրանց վարկ տրամադրել։ Հիմա պետությունը ոչ մեր վարկը, որովհետև պետությունն է այդ վարկի ըստ էության բայց բանկերը գնահատում են վարկունակությունը նաև։ Չկա տենց բան, մեր կառավարության որոշումով 16 միլիոնի չափով տրամադրվող վարկը ըստ էության տրամադրվում է մեզ։ Մենք ենք վարկ վերցնում պետությունից եւ այդ մասով որևէ վարկային պատմություն կարևոր չի քաղաքացու։ Այստեղ ուրիշ հարց է ծագում։ Շատ քաղաքացիներ ուզում են ավելի շատ վարկ վերցնել, օրինակ ոչ թե 16 միլիոն դրամի տուն են ուզում կառուցել, ավելի մեծ են ուզում կառուցել 20 միլիոնի, մենք դեպքեր ունենք մինչև 30 միլիոնի տներ են կառուցում, որի մի մասը պետությունն է, հա, ֆինանսավորում։ Եվ այդ ավել կտորի մասով իհարկե բանկերը իրենք են արդեն ռիսկը գնահատում եւ եթե քաղաքացին ունի վատ վարկային պատմություն կարող են եւ չտալ, բայց 16 միլիոն դրամի չափով դա չի կարող լինել, դա ամբողջությամբ պետության երաշխավորությամբ է եւ մենք ենք ըստ էության փակում այդ վարկերը բանկերին։ Պարզապես քաղաքացին է դառնում վերջնական շահառուն։
կարծում եմ բնակապահովման թեմայով բոլոր բաց հարցերին անդրադարձանք, պարոն Թորոսյան, ես կառաջարկեմ խոսենք ապրիլի 1-ից բարձրացվող թոշակների մասին։ 2 ամիս առաջ կառավարությունն ասում էր, որ թոշակները բարձրացնելու համար գումար չկա եւ սա պայմանավորում էր նրանով, որ ներդրվում է առողջության պարտադիր ապահովագրության համակարգը։ Ընդդիմությունն ասում է, որ սա եւս նախընտրական քայլ է եւ իրենց աշխատանքի արդյունքը, որ այսօր թոշակները նպաստները բարձրանում են։ Ուղղակիորեն չենք ասել նախ չկա գումար, որտեվ այդպիսի արտահայտություն ես չեմ հիշում։ Մենք ասել ենք ուրիշ բան։ Մենք ասել ենք, որ նախ հունվարի 1-ից մենք եւս մեկ անգամ բարձրացրեցինք հետվճարի չափը 12%-ից դարձնելով 20% եւ մենք ամեն օր տեսնում ենք այդ ավելացող թվերը, օրինակ փետրվարի համար մենք արդեն 447,000 քաղաքացի ունենք, որ օգտվում է հետվճարից, հետվճարի միջին չափն էլ անցյալ տարվա 4100-ի դրամից միջինում արդեն դարձել է 7500 դրամ, այսինքն մենք արդեն թոշակները բարձրացրել ենք հետվճարով եւ այո ներենք դրել նաեւ առողջության ապահովագրություն, որի մեջ ներառված էին 65+ տարեկան, 65-ի բարձրից 65-ից ավել մեր քաղաքացիները 60 տարեկանից բարձր եւ դա ուներ նաեւ տրամաբանություն, այո մենք որոշել ենք այդ մեր քաղաքացիների կարևորագույն բեռը եւ այդ նվազագույն սպառողական զամբյուղի մեջ կա առողջապահական ծախսերի հաշվարկ եւ մենք գիտենք որ քաղաքացիները նաեւ այդ տարիքում ավելի կարիք ունեն մեծ առողջապահական ծառայությունների բայց նաև մենք ունեցել ենք որոշակի զարգացումներ դրանից հետո դա 2025 թվականի տնտեսական աճի ամփոփումն է եւ մեր ըստ էության ֆիսկալ քաղաքականության վերանայումը, որի արդյունքում մենք հասկացել ենք, որ մենք կարող ենք մեզ թույլ տալ նաև բարձրացնել ուղղակիորեն կենսաթոշակներն ու նպաստները եւ ես նպաստ ասելով նկատի ունեմ ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, խոսքը 667,000 քաղաքացիների մասին է, ինչը ապրիլի 1-ից իրականացնելու ենք պետական բյուջեում եղած ռեզերվների շնորհիվ, որոնք եղել են եւ միշտ դրվում են ամեն տարվա սկզբում եւ ապրիլի 1-ից արդեն մեր քաղաքացիները ստանալու են այդ բարձրացած կենսաթոշակը եւ նաեւ հետվճարներ շարունակելու են ստանալ, որը կրկին ավելի բարձր կլինի, որտեղ բազային երբ որ բարձրանում է, հետվճարն է բարձրանում, ըստ էության լինելու են քաղաքացիներ, որոնց համար 20,000-ի բարձրացում է լինելու, կախված իրենց անկախիկ առևտրի չափից։ Իսկ մենք խթանում ենք եւ խրախուսում ենք, որ այդ ամեն ինչը տեղի ունենա հենց անկախիկ։ Նաև անկախիկի անցումն ենք անում իմիջիայլոց ապրիլի 1-ից ամեն ինչ անկախիկ է լինելու, մենք հենց հիմա արդեն առաքում ենք քարտերը եւ շատ քաղաքացիներ հենց ստանում են ամեն օր իրենց բանկային քարտերը։ Զբաղվածության պետական ծրագրից խոսենք, պարոն Թորոսյան, 2025-ին 24-ի համեմատ զբաղվածությունն ավելացել է, բայց ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների մոտ 14-15% խնդիր ունենք, որի մեջ նաև երիտասարդներն են։ Այս խմբի համար եւ ընդհանուր առմամբ պետությունը ինչ է անում։ Գործազրկությունը ինքնին կարևոր թեմա է, ձեր ասած թիվը վերաբերում է գործազրկության ցուցանիշին, որը մենք նաեւ տեսնում ենք, որ անկում է ապրում տարեցտարի եւ կան բազմաթիվ ցուցիչներ, որոնք խոսում են հենց դրա մասին։ Մեկը հրապարակած ցուցանիշն է, մյուսը աղքատության ցուցանիշն է, որը իջնում է, մյուսը գործազրկների գրանցման ցուցանիշն է մեր միասնական սոցիալական ծառայությունը, այսինքն մենք էլի տեսնում ենք, որ այդ ցուցանիշն եւ ամենակարևորը աշխատատեղերի աճն է Հայաստանի Հանրապետությունում վերջի 8 տարիներին ըստ էության մոտ 300,000 աշխատատեղ է ստեղծվել Հայաստանի Հանրապետությունում եւ դրան հիմնականում նպաստել է իհարկե տնտեսական քաղաքականությունը, նոր աշխատատեղեր, մրցունակ տնտեսական միջավայր, նոր գործարաններ, շինարարություն, ծառայություն մատուցող կազմակերպություններ եւ ինչ որ չափով նաեւ մեր կողմից իրականացված ծրագրերը, որոնք ավելի շատ ուղղված են ավելի խոցելի խմբերին աջակցելու, վերապատրաստվելու կամ գործատուներին աջակցելու, որպեսզի այդպիսի քաղաքացիներին ընդունեն աշխատանքի, բայց ինքնին աշխատատեղերի ստեղծումը դա ընդհանուր կառավարության եւ պետության տնտեսական վիճակից է ուղղակիորեն բխում եւ քանի որ գնում ենք ընտրությունների առաջիկայում ինչ աշխատատեղերի բացման ակնկալիք կա, որովհետև օրինակ ընդդիմադիր ուժերից մեկը հայտարարում է, որ պատրաստվում են իշխանություն ունենալու պարագայում 300,000 նոր աշխատատեղ ստեղծել։ Մենք ի տարբերություն ուրիշների խոստումների բացել ենք արդեն այդ 300,000 աշխատատեղը եւ դա գործընթաց է, որ ամեն օր, ամեն շաբաթ, ամեն ամիս տեղի է ունենում եւ նորից եմ կրկնում մեր կողմից վարվող տնտեսական քաղաքականությունը, մեր կողմից վարվող ենթակառուցվածքների մեջ ներդրումները, ճանապարհներ, գազատարներ, ջրամուղներ, գազամուղներ բերում են նրան, որ
ավելի շատ բնակավայրերում ավելի մեծ թվով տնտեսվարողներ են ստեղծվում եւ որոնք նաեւ վերցնում են աշխատողներ, հա, այդ ամեն ինչը իրար հետ փոխկապակցված է եւ այդ քաղաքականությունը շարունակական լինելու նաեւ բիզնեսին աջակցող գործիքակազմով մեր էկոնոմիկայի նախարարության այնտեղ սարքավորումների լիզինգների սուբսիդավորում եւ չթվարկեմ այդ ամեն ինչը մենք էլ մեր կողմից ունենք ծրագրեր, որոնք հիմա օրինակ ունենք ծրագրեր պատերազմի մասնակիցների համար 20-16 թվականի վերջերս բացեցինք Ղարաբաղից տեղահանված մեր քաղաքացիների համար ինքնազբաղվածության ծրագիրը, ունենք զբաղվածության ծրագիր, որը շարունակում է, բայց մենք ավելի կլավարկենք, աշխատում ենք հիմա հաշմանդամություն ունեցող եւ մեր ավագ սերնդի ներկայացուցիչների զբաղվածության ծրագրերի վրա թվային գրագիտության մեծ դասընթաց ենք ուզում անցկացնել մեր միասնական սոցիալական ծառայությունում գրանցված մոտ 30,000 գործազուրկների համար, այսինքն դրանք շատ են եւ բոլորը միասին բերում են աշխատատեղերի ավելացման, միջին աշխատավարձի ավելացման, աղքատության պակասացման եւ գործազրկության պակասեցման, բայց դա անդադար անվերջ գործընթաց է լինելու, երբեք չի լինելու մի բան, որ ասենք այլևս այդտեղ ներդրում անելու անհրաժեշտություն չկա եւ աշխատատեղերի մասով եւ գործազրկության թիվը պակասեցնելու, նույնն էլ աղքատության թիվը պակասեցնելու, բայց դա մի բանի վրա եմ ուզում ուշադրություն դարձնել, տեսեք, մենք ունենք համապատասխան թվով բնակչություն, որտեղ հաշվարկվում է նաև աշխատունակ տարիքի քաղաքացիների թիվը, հա, եւ նույնիսկ եթե շատ ուզենաս, Հայաստանում 300,000 աշխատող հիմա չկա, որը կարող է աշխատել նոր 300,000 աշխատատեղում, որտեղ նաև կա գործազուրկների թիվ, որը մոտ 140,000 է վերջի տվյալներով, եւ նաև պոտենցիալ աշխատուժի թիվ, որը ավելի փոքր է, այսինքն նրանք են քաղաքացիներ, որոնք պատրաստ են աշխատել, եւ այստեղ այդ պոպուլիզմը անելը ամենևին չի բխում այդ քաղաքական շահերի, քաղաքական ուժերի շահերից, որտեղ մենք դրա մասին նաև բացահայտ խոսում ենք, մենք չենք ասում, որ մենք կստեղծենք X թվով աշխատատեղ, մեր ամբողջ քաղաքականությունը միտված է դրան եւ մեզնից ավելի շատ աշխատանքը կարևորող իշխանություն չի եղել, որ ասում ենք քո բարեկեցությունը ուղղակիորեն կախված է քո աշխատանքից, մենք քեզ չենք պատրաստվում անվերջ պահել աղքատության մեջ կամ աղքատության նպաստ տալ այդ համակարգերն ենք փոխում կապելով էլի աշխատանքի հետ եւ ասում ենք, որ կենտրոնում, ամեն ինչի կենտրոնում աշխատանքն է, պիտի աշխատես, որ լավ ապրես։ Պարոն Թորոսյան, եւ վերջին հարցը կխնդրեմ, քանի որ մեր ժամանակը բավականին սուղ է, մի փոքր կարճ պատասխանեք։ Դուք ասում եք, որ մենք ամեն ինչ անելու ենք Հայաստանում ծնելիության մակարդակը բարձրացնելու հետ կապված, բայց սեպտեմբերից օրինակ երրորդ երեխա ունենալու պարագայում այն 1 միլիոն դրամը քաղաքացիները չեն ստանալու։ Բայց ես կոնկրետ գիտեմ օրինակներ, որ մարդիկ հետ են կանգնել երրորդ երեխա ունենալու մտքից։ Ես վստահ եմ, որ նման դեպք չի կարող լինել, որովհետև մենք երրորդ եւ հաջորդ բոլոր երեխաներին տալիս ենք ամսական 50,000 դրամ ծնված օրվանից մինչև 6 տարեկանը եւ դա գումարային, եթե հետ վճարներ հաշվենք 4,320,000 դրամ է, իսկ եթե առանց հետ վճարի հաշվենք 3,6 միլիոն դրամ է եւ առաջի եւ երկրորդ երեխաների համար էլ 300,000-ը դարձնում ենք 500,000 դրամ, ու սա ունի շատ հստակ նպատակ, որտեղ մենք ցավոք սրտի նաև ունենք ընտանիքներ, որոնք երեխա ունեցել են ոչ թե այդ գումարային ակնկալիքով, որ դա իրենց կօգնի, այլ պարզապես հենց այդ գումարի համար եւ հետագայում նաև արդեն ստիպված են եղել ավելի շատ երեխաներ կերակրել, խնամել, դաստիարակել, մեծացնել, ինչը չեն կարողացել անել, այսինքն կոպիտ ասած երեխա են ունեցել միայն այդ գումարի համար եւ չորրորդից էլ մենք 1.5 միլիոն դրամ ենք տալիս եւ աշխարհը վաղուց հրաժարվել է կարգաթվով պայմանավորված գումար տալու, այդ գումարը անհրաժեշտ է երեխայի ծննդյան շուրջ ծախսերը հոգալու համար եւ որևէ տարբերություն չկա, դա որերորդ երեխան է ծախսերի տեսանկյունից, ասենք մանկասայլակ, մահճակալ, պարագաներ, կեր, եթե բնական սնուցում չկա եւ որոշումը միանշանակ ճիշտ է եւ մենք նաեւ տեսել ենք, որ 50,000-ների ներդրումից հետո մեր երրորդ երեխաների ծնելիությունը աճել է, բայց մենք ունենք ընդհանուր խնդիր ծնելիության, որը լուծվելու է ոչ միայն այդ գործիքով, այլև այդ մեր մնացած գործիքներով, նույն այդ 16 միլիոնների ծրագրով մենք ունենք նաև երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիր, երբ սուբսիդավորում ենք մարզերում բնակարանների հիպոթեկով գնումը կամ կառուցումը կամ ունեցող հիպոթեկների մայր գումարից մարում ենք կատարում, եւ այդ գործիքակազմը մենք անվերջ ընդլայնելու ենք եւ ընդհանրապես երեխա ունենալը պետքա դարձնենք նաև ինչ որ առումով հարմարավետ, հա, քաղաքացիների համար եւ բնակապահովման տեսանկյունից եւ նույն մանկապարտեզների կառուցումը ավելի մեծ դեր ունի երեխաներ ունենալու մեջ, քան թե շատ այլ գործիքներ, որովհետեւ երեխա ունենում են աշխատանքից զրկվում են եւ չեն կարողանում ըստ էության նաեւ վաստակել, հա, դրա պատճառով։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։
Հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ զրուցում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ։ Հաջողություն։